1996-ի սեպտեմբերի 25-ին ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում վիճարկում է 3 օր առաջ տեղի ունեցած նախագահի ընտրությունների արդյունքները, որի հաղթող է ճանաչվել գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մի քանի տասնյակ հազար համակիր սպասում է, թե ինչպես է Մանուկյանն իրականացնում պայքարը։ Այսօրով ամեն ինչ որոշվելու է, այսօրով էլ կվերջանա, ասում է Վազգեն Մանուկյանը։ Նա հայտարարում է՝ միասին գնում ենք ազգային ժողով, ուր տեղակայված է ԿԸՀ-ն պահանջելու արդյունքների վերանայում։ Դեպքերի հետագա զարգացումը կանխորոշում է Մանուկյանի մի նախադասությունը։ Արդեն ազգային ժողով մտած Մանուկյանը 20-30 րոպեից դուրս չի գալիս, ժողովուրդն անցնում է գրոհի տապալելով խորհրդարանի երկաթյա ճաղերը։ Օրվա տուժողների մեծ մասն իշխանությունից է, հարձակման թիրախ են դառնում խորհրդարանի ղեկավար Բաբկեն Արարքցյանն ու նրա տեղակալ Արա Սահակյանը, հնչում են կրակոցներ, հայտարարվում է արտակարգ դրություն։ Նույն օրերին Երևանի մարզաամերգային համալիրում ընթանում է շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադան։ Երևանում են համաշխարհային շախմատի առաջին դեմքերը, ՖԻԴԵ-ի նախագահը, արտասահմանյան լրատվամիջոցների 100-ից ավելի ներկայացուցիչներ, որոնք մարզական իրադարձությանը զուգահեռ լուսաբանում են անհանգիստ Հայաստանը։ Հաջորդ օրն արդեն ընդդիմության առաջնորդը Արշակ Սադոյանի եւ մի քանիսի հետ անցնում է ընդհատակ։ Ազգային ժողովում են ընդդիմության ներկայացուցիչներ Պարուր Հայրիկյանը, Շավարժ Քոչարյանը, Սեյրան Ավագյանը եւ Ռուբեն Հակոբյանը։ Նրանք խորհրդարան են եկել արդեն բռնության հետքերով, խորհրդարան է ներկայացել նաեւ ընդդիմության կողմից նախորդ օրը բռնության ենթարկված Բաբկեն Արարքցյանը։ Իշխանական падգամավորների բռնության թիրախում են հիմնականում Շավարժ Քոչարյանը եւ Պարուր Հայրիկյանը։ 1997-ի սեպտեմբերի 26-ին հայ լրագրողների հետ է հանդիպում հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Վերջին անգամ նա ասուլիս էր տվել 1992-ին։ Այս ասուլիսում նախագահն ասում է պատմական խոսքեր. «Լավ չէ սապրելու Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել»։ Նախագահը մարգարեանում է, պատասխանելով նաև այն հարցին, թե հնարավոր է երրորդ անգամ առաջադրվի նախագահի պաշտոնում։ Միայն եթե ամբողջ ազգով շատ խնդրեք, այն ժամանակ կառաջադրվի։ Վազգեն Մանուկյանն օպերատիվորեն հայտարարում է, որ Տեր-Պետրոսյանը սեպ է խրում Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդի միջև։ Մանուկյանին լրագրողները հիշեցնում են, որ ինքն է Տեր-Պետրոսյանին ներգրավել Ղարաբաղ կոմիտեի մեջ։ Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ համար մի գրավիչ հատկություն ուներ, որ եթե իր մեջ մտցնում ես մի որևիցե միտք, կարևոր չի ինքն է մտցնում, թե կողքից է մտցվում այդ միտքը։ Ինքը տանկի պես է ուղղությամբ գնում է։ 1997-ի այսօրն ազգային ժողովում ամփոփում են Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ զանգվածային դժգոհությունների եւ բռնությունների պատճառ դարձած նախագահի ընտրությունների 1 տարին։ Ոչ ոք լավ չի զգում, որ բանը հասավ կեղծիքներին եւ բռնություններին։ Բոլոր քաղաքական գործիչները, այդ թվում եւ ես, իրենց մեղքի բաժինն ունեն այդպիսի մթնոլորտ ստեղծելու համար։ Բոլորս ենք մեղավոր ենք, բոլորս ենք մեղավոր։ Ճշտամանքի տույնի անհաջող ժողովրդականության դեպքոսը չափազանց մեծացել է հանրապետությունը ու պայթեց այդպես։ Բոլորս ենք մեղավոր։ Ես մեղք չունեմ։ Շատ տխուր է անգամ հիշել այդ տհաճ, ես մեղքի բաժին այդտեղ չեմ տեսնում։